իդեալ համակարգը եկամտահարկի վերադարձի օրենքի շահառուների միջև տեղաբաշխում է մինչև 2.5 միլիարդ դրամի վերանորոգման սերտիֆիկատներ։ 5000 ընտանիք կարող է ստանալ 500,000 դրամ արժողությամբ վերանորոգման սերտիֆիկատ, մոտենալով իդեալ համակարգի ցանկացած խալոց սրահ։ Բարև ձեզ։ Առաջինի եթերում մանրամասներ են, ձեզ հետ է Դավիթ Ստեփանյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գտնվում է Մոսկվայում, որտեղ մասնակցում է 80 ամյակին, այն ինչ մենք կոչում ենք երկրորդ համաշխարհային պատերազմ, իսկ Ռուսաստանում կոչում են հայրենական պատերազմ եւ դեպ համարում են, որ սա միայն Ռուսաստանի այսպես կոչված վաստակն է եւ ռուս ժողովրդի վաստակն է եւ շնորհքն է, որ այդ հայրենական պատերազմում Սովետական միությունը ժամանակին հաղթել է, իդեպ Սովետական միությունում այն ժամանակ կար 15 հանրապետություն։ Ինչևէ, վարչապետը գտնվում է Մոսկվայում, սա ինքն իրենով բերել է հերթական շատ հետաքրքիր դիսկուրսի ներհայաստանյան, մարդիկ հիմնականում այդ այցը քննադատում են, կան մարդիկ, որոնք պաշտպանում են։ Ինչևէ, սա էլ երևի խնդրի մի կողմն է, եւ այսօր մենք ընդհանուր առմամբ քննարկելու ենք վարչապետի այցը եւ նրա հետևանքները, հնարավոր հետևանքները Հայաստանի համար, իրականում ինչ քաղաքականություն է տանում Հայաստանը, վարչապետ Փաշինյանի կառավարությունը Ռուսաստանի հետ հարաբերություններում եւ այլն եւ այլն եւ այլն։ Իդեպ շատ կարեւոր թեմա է, որի մասին, որի շուրջ այսօր մենք զրուցելու ենք վերլուծաբան Ազատ քաղաքացի հասարակական կազմակերպության ղեկավար Հովսեփ Խուրշուդյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Խուրշուդյան։ Բարև ձեզ։ Պարոն Խուրշուդյան, ինչ է մեզ համար այդ պատերազմ այսօր, հայրենական պատերազմ, երկրորդ համաշխարհային պատերազմ, մարդիկ ասում են երատոն, սա մի այլ խնդիր է այսօր դարձել մեզ համար 44 օրից հետո։ Ինչ է սա մեզ համար, մի հատ դա հասկանանք ու փորձենք շարժվել առաջ, որտեղ սա էլ է մի հատ մեծ հարցական եւ սա էլ է մի խնդիր, որի շուրջ այսօր մարդիկ վիճում են։ Մեր համար սա պատմություն է նախ եւ առաջ, հա։ Պատմությունն է մեծ կորուստների, բայց նաև մեծ հաղթանակի, որին մենք հայ ժողովուրդը մասնակցել է ոչ իր կամքով, որտեղ ինքը այն ժամանակ չէր տնօրինում իր սեփական երկիրը եւ հայ ժողովրդին մասնակից է դարձրել այդ պատերազմին Խորհրդային Միությունը իր կոմունիստական կուսակցությունով, որը ներկայացված էր նաև Հայաստանում եւ Կրեմլը կառավարում էր նաև Հայաստանը այդ կոմունիստական կուսակցության միջոցով։ Հայաստանը եղել է օկուպացված տարածք, հա, որը որ ճիշտ է ունեցել է որոշակի ատրիբուտներ ինքնիշխանության, բայց ոչ ինքնիշխանություն լիարժեք, հա։ Ես կասեի նույնիսկ ավտոնոմիայի ատրիբուտներ է ունեցել, այնքանով, ինչքանով որ կարողացել է ինքն իր տարածքում շատ թե քիչ որոշակի կառավարչական գործողություններ իրականացնել։ Բայց իհարկե դա որևէ կերպ չի նսեմացնում հայ ժողովրդի ներդրումը հաղթանակում, որտեղ այդ հաղթանակը իրականում կարևոր նշանակություն է ունեցել նաև մեր տարածաշրջանի համար, հարավային Կովկասի համար, որտեղ մենք գիտենք, որ եթե Խորհրդային Միությունը պարտվեր այդ պատերազմում, ոչ թե Գերմանիան էր գրավելու Հայաստանը, այլ Թուրքիան, հա, եւ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Գոնե այդ մասով այն 300,000 զոհերը, որ տվեց հայ ժողովուրդը այդ պատերազմում, ինչ որ չափով կարելի է այսպես արդարացված համարել, բայց ել եմ կրկնում հայ ժողովուրդը այսպես տարվել է այդ պատերազմին, այլ ոչ թե ինքը իր ինքնիշխան որոշումով գնացել է, մասնակցել է։ Հիմա տեսեք, ինչևէ շատ ակտիվ է մասնակցել։ Հայերը եղել են ամենաակտիվ մասնակիցները հերոսների, գեներալների, մարշալների թվով, մեկ շնչի հաշվով, եթե մենք հաշվում ենք, թիվ 1-ն են, հա, հայերը եւ այդ իմաստով իհարկե նաև անհամեմատելի էր հարևանների հետ ներդրումը, եթե մենք համեմատենք Վրաստանի եւ հատկապես Ադրբեջանի հետ, այդ ներդրումը մարդկային կորուստների տեսակետից, հերոսների քանակով, սպայական եւ բարձրագույն սպայական կազմի տեսակետից եւ այլն, ինքը շատ ավելի մեծ ներդրում է ունեցել հայ ժողովուրդը, քան հարևանները, ել չեմ խոսում նաև նրա մասին, որ այդտեղ հատկապես կարելի առանձնացնել Արցախի մեր հայրենակիցներին, որոնք որ հատկապես առանձնացել են մեկ գյուղից 3 մարշալ եւ մեկ ադմիրալ, ծովակալ։ Միայն դա եւ
նու մեկ գյուղից չէր, Չարդախլումն եթե նկատի ունեք, այնտեղ երկու մարշալ են ունեցել, բայց այո, Արցախահայությունը տվել է 4 ըստ էության հայերը եւ հայերի 4 գեներալ մարշալներն էլ, որոնցից մեկը ադմիրալ էլի մարշալի համազոր կարգավիճակ է, 4-ն էլ Արցախահայ են եղել, էլի մեր հայրենակիցները, բայց ամենայն դեպս մենք նաեւ տեսանք, թե ինչպես այսպես շնորհակալ եղավ Ռուսաստանը, որը իրավահաջորդն է սովետական միության Արցախահայությունից եւ ամբողջ հայ ժողովրդից այդ ներդրման համար, որը որ ուսուսի տված կռել է ժողովուրդը հասնելով մինչեւ Բերլին։ Միակ ըստ էության ազգային դիվիզիան է եղել, հայկական դիվիզիան, որը հասել է մինչեւ Բերլին։ Թամանյան դիվիզիան, այո։ Իմ երկու պապերն էլ զոհվել են, հենց էլ չեմ խոսում նաեւ այսպես դվայրորդնի, հա, ոնց են ասում պապերը, բացի հարազատ երկու պապերից ես, մոր կողմից եւ հոր կողմից, նաեւ այսպես մորակրոջ հայրը, հորակրոջ եւ այլն, այդպես շատ զոհեր են ունեցել, այսպես Գերդաստանում պատերազմի ժամանակ։ Բայց կարելի է նաեւ ասել, որ այդ պատերազմը բերեց որոշակի ռազմական հմտություններ հայ ժողովրդին, հա, որտեղ առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայ ժողովուրդը մասնակցել է պատերազմին հիմնականում թուրքական այսպես զորքերում եւ գլխովի ոչնչացվել է հենց թուրք ազգայնականների կողմից իշխող գիտեք կուսակցության իշխանությունների Թուրքիայի որոշմամբ ոչ միայն խաղաբնակությունն են ցեղասպանության ենթարկվել, այլ նաեւ թուրքական բանակում ծառայող հայությունը, բայց այ փախստականները, ովքեր որ հաստատվեցին Հայաստանում եւ տեղի արևելահայությունը, միասին մասնակցելով երկրորդ համաշխարհային պատերազմին, այդ կարգավիճակով թեկուզ խորհրդային բանակի կազմում, բայց ամենայն դեպս որոշակի հմտություններ, ռազմական ավանդույթներ ձեռք բերեցին, հա, եւ որոշակի ոգու պաշար հավաքեցին, պատկերացրեք ցեղասպանության հետևանքով կոտրված, այսպես անդամալույց եղած մի ժողովուրդ, ազգ, որը որ կռում է մի այսպես համաշխարհային մասշտաբի հաղթանակ, հասնում է Բերլինի պատեր, մի երկրի Քոչարի է ապարում, մի երկրի ղեկավար մարմնի պատերի տակ, որը ըստ էության մեղսակից է եղել նաև ցեղասպանության համար, հա, այսպես պատմությունը ի շրջանս յուր վերադարձավ նաև այդ իմաստով եւ գահանկեց է անում եւ իսպառ ոչնչացնում է ֆաշիստական ռեժիմը, որը ըստ էության հենց նույն նախորդ ռեժիմների Վեյմարյան հանրապետություն նկատի չունեմ հասկանալի է, այսպես բիսմարկյան ավանդույթների երկիրներ, որը իսպառ ոչնչացվեց եւ դրա փոխարեն մենք ունենք այսօր ժողովրդավար, ազատական, մարդասեր երկիր, լավագույն երկրներից մեկը, այսպես պետություն, եթե որպես դիտարկում ենք Եվրոմիության եւ աշխարհի Գերմանիան, հա։ Եվ դրա մեջ իր մասնաբաժինը ունեցել է հայ ժողովուրդը, հա։ Հիմա Տարոսը Թուրքիային է, որ ասում է, որ այնտեղ էլ մի օր հաստատվի ժողովրդավար, ազատական, մարդասեր ռեժիմ, իշխանություն, որը որ կընդունի իր մեղքերը, իր նախորդների մեղքերը եւ այսպես որոշակի զղջման ճանապարհ անցնելով այլ տիպի հարաբերություններ կհաստատի հայ ժողովրդի հետ եւ կվերականգնի նաեւ հայ ժողովրդի ուրեմն իրավունքները, հա, ոտնահարված իրավունքները, բայց դա իհարկե Հայաստանի եւ Թուրքիայի հայ եւ թուրք ժողովուրդների քննարկման հարցն է, ինչպես որ այսօր Փաշինյանի այցը Ռուսաստան մեր ներքաղաքական քննարկման հարց է, այլ ոչ թե ինչ-որ կողքից դիտարկումներ եմ տեսնում տարատեսակ բլոգերներ, այլ ազգի ես նկատի ունեմ այլ երկրներից, ինչ-որ դժգոհություններ են հայտնում, այդ մենք կարող ենք դժգոհություն հայտնել, այո, եւ մենք դժգոհ ենք, որ Փաշինյանը գնաց Մոսկվա, բայց իրենք իրավունք չունեն, իրենք ավելի լավ է պապանձվեն տարատեսակ Նևզորովները, հա, որոնք որ ջատագով էին, այսպես ըստ էության Ալիևյան ռեժիմի ժողովրդավարության հետ որևէ կապ չունեցող, բայց չգիտես ինչի, ուրեմն Պուտինյան ռեժիմի եւ Ալիևյան ռեժիմի հետ զուգահեռները չեն տեսնում, հա, ինչ որ իրենց դեռ է տալիս, ձեռքից կերակրվում են շատ դեպքերում, իրեն այդ ավտոկրատիաներին իրանք չեն նկատում, հա։ Իրանք ավելի լավ է քիթները չխոթեն մեր ներքին գործերի մեջ, միայն բացառապես Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունք ունեն քննադատել, ինչու եւ անում են Նիկոլ Փաշինյանին այս այցի համար։ Մենք միշտ սովոր ենք հպարտությամբ նշել, որ հայ ժողովուրդը 600,000 զինվոր է տվել այդ պատերազմին, որից 300,000-ը չեն վերադարձել, եւ դա այն դեպքում, երբ որ նույն Ադրբեջանում մի քանի անգամ պակաս
մարդ է մասնակցել, չնայած բնակչությունը շատ ավելի մեծ էր։ Եվ ավելին, ես գիտեմ, որ Ադրբեջանում կա կոգնիտիվ դիսոնանս այս առումով, նրանք չգիտեն հիմա ինչ անեն։ Իրենք ասում են Արցախը մերն է, չէ՞, նույն Չարդախլուն իրենցն է։ Բայց ինչ անել այդ մարդկանց հետ, այդ մեր հերոսների հետ, մարշալների, հա, ծովակալի, մնացածների հետ։ Նրանք մասնակցել են Ադրբեջանի կողմից, Ադրբեջանից են գնացել, թե գնացել են, թե նրանք հայ են, եւ իրենք այստեղ լուրջ խնդիր ունեն, նրանք չեն կարող հիշատակել, հա, այդ մարդկանց որպես Ադրբեջանից գնացածներ, ադրբեջանցի, նո ոչ թե ադրբեջանցի, այլ ադրբեջանի քաղաքացի, միգուցե ներկայպես։ Այսինքն այստեղ չի ստացվում այդ իրենց հայտնի պրիվատիզացիայի, հա, գործոնը, երբ որ նրանք ամեն ինչ փորձում են ադրբեջանականացնել, եւ այստեղից էլ հարց է առաջանում այնուամենայնիվ մեզ համար այսօրը, սա էլ պետք է նշենք, որ հասկանանք, տոն է, թե ուղղակի հիշատակի օր։ Հաշվի առնելով այն գինը, որը մենք վճարել ենք այդ տեսեք հաղթանակի համար։ Քանի որ որի արդյունքները իդեպ մենք այսօր չենք կարող ճաշակել։ Ամեն դեպքում այստեղ կարևոր հոգեբանական հանգամանք կա։ Նու կարճ անդրադառնամ Ադրբեջանին ու վերադառնամ Հայաստանին, ու Ադրբեջանը ընդհանրապես քանի որ այդպես շահեկան իրավիճակում չէ այս հարցում, իրենք առանձնապես չեն էլ նշում, հա, այդ իրենք հիմա պատրաստվում են Հեյդար Ալիևի ծննդյան տոնախմբությունների եւ այլ, եւ հատուկ նույնիսկ այդ առիթով Ալիևը չմեկնեց Մոսկվա, հա։ Պատրվակը դա է։ Հա, ես չեմ կարծում, այնտեղ ինչ որ շուկով նշելու են երկրորդ համաշխարհային պատերազմում իրենց ներդրում, իրենց մասնակցություն։ Այնպես ինչպես օրինակ մենք այսօր նշեցինք։ Դե գիտեք, իրենք նավթ են հիմնականում տվել, այդ ներդրումը իրենց եղել է նավթը, մենք տվել ենք մեր արյունը, մեր ժողովրդի մի մասին, ինչպես եւ իդեպ նաեւ Ուկրաինա է պատերազմում։ Ուկրաինացիներն էլ շատերը ասում են, հա, մենք գիտենք, որ հայերը տալիս են իրենց արյունը մեր հաղթանակի համար, ադրբեջանցիները տալիս են նավթ։ Հիմա գալով Հայաստան եւ մեր վերաբերմունքը ինչպեսին պետք է լինի, քանի որ մենք ունեցել ենք 300,000 զոհ այդ պատերազմում եւ նրանց հարազատները, որոնց թվում նաեւ ես, հա, բոլորս իհարկե հիշում ենք մեր հարազատներին, ովքեր զոհվել են այդ պատերազմում եւ նաեւ արժևորելու համար այդ զոհաբերությունը, որ դա իզուր չի եղել, հա, նաեւ մենք իհարկե չպետք է մոռանանք պատմությունը եւ նաեւ պետք է տոնենք այո որպես երկրորդ համաշխարհայինում հայ ժողովրդի մասնակցության, հա, ձևաչափով հաղթանակը ամբողջ աշխարհն է տոնում։ Հա, մեր դաշնակիցները իրական նաեւ մայիսի 8-ին։ Մայիսի 8-ին են տոնում, այո, եւ բայց ամեն դեպքում տոնում են։ Չնայած իրականում սեպտեմբերին է եղել, գիտեք, պաշտոնապես կապիտուլյացիան, բայց այսպես է ստացվել, որ մայիսի 8-ին եւ սովետական միության հետ սովետական միության տարածքում է լինին, իրե ոչ բոլոր տեղերում, հիմա արդեն շատերը 8-ին են նշում։ Նշում են, այնպես որ այդտեղ ոչ մի վատ բան չկա։ Ֆաշիզմի դեմ Բերլինում մայիսի 8-ին է ստորագրվել կապիտուլյացիան։ Սեպտեմբերին վերջի գերմանական ստորաբաժանումները զենքերը վայրեն դրել։ Դա էլ է եղել, այո։ Բայց կապիտուլյացիան ամսի 8-ին է։ Բայց համարվում է ավարտվել է այն սեպտեմբերին, էլի։ Դա հարցը։ Լավ, ինչևէ, էական այն է, որ ամբողջ աշխարհը նշում է, ամբողջ հումանիստական եւ ժողովրդավարական այսպես մղումներ ունեցող աշխարհը նաև կարողացել է պարտադրել մյուս բոլորին, որ նշեն այս հաղթանակը, եւ այդ իմաստով նույնիսկ Գերմանիան է նշում հաղթանակը ֆաշիզմի հանդեպ։ Այնպես որ այդտեղ ոչ մի վատ բան չկա։ Վատ բան չեն արել մեր պապերը, շատ լավ բան են արել, շատ կարևոր բան են արել եւ իրենց ներդրումը դրանով էլ շատ արժեքավոր է։ Էլի եմ ասում, բացի նրանից, որ նաև Հայաստանը փրկվեց այդ իմաստով, հա, որ հերիք չի պետականություն չունենք, զավթված ենք։ Մի հատ էլ գալու են ցեղասպանային որը կասկած չկա, հա, այն ժամանակ թուրքերը 40 թվականին, 41 թվականին եթե մտնեին ու կապում էին Ստալինգրադի հետ, գիտեք, եթե Ստալինգրադը ընկներ, Բայց դա էլ է շատ վիճելի թեզ, պարոն Խորշուդյան։ Նո, թող պատմաբանները շատ վիճելի թեզ, որտեղ հակառակն են բնդում։ Ամենայն հենց դրա համար իդեպ մենք գիտենք, որ մեր ազգային գործիչները փորձում էին գերմանական ժամանակվա Ռեյխի հետ կոնտակտներ ստեղծել, զուտ այդ նպատակով, որպեսզի թույլ չտան, եթե հանկարծ Թուրքիան որոշի ներխուժել, կամ դա կանխեն, կամ կարողանան իրենց ձևավորած ստորաբաժանումների միջոցով դիմակայել, հա։ Այնպես որ ես կարծում եմ, որ ֆաշիզմի դեմ հաղթանակ այո պետք է տոնել եւ այդտեղ շատ կարեւոր է որ համընկել է նաեւ Շուշիի ազատագրումը եւ մայիսի 9-ը։ Մենք հիմա ճիշտ է այն վիճակում չենք, որ դա եւս տոնենք այսպես
մեծ շոկով, որովհետև ցավոք սրտի մեր 30 տարվա անգործության եւ ապիկար քաղաքականության պատճառով, մի քիչ ավելի քիչ դեպ 94-ից եթե մենք հաղթանակից հետո հաշվում ենք, մինչև 18 թվականը այդ ընկած ժամանակահատվածում, երբ որ մենք չունեինք ինքնիշխանություն, մեր պետությունը զավթված էր մի խումբ ջեպկիրների կողմից եւ մենք տեսանք ուր հասցրեցին իրենք երկիր, թալանելով ամեն ինչ բանակից սկսած եւ հետո հիմա չկմեղանում են, թե տեսակ մեր ժամանակ ինչքան լավ էր, պարտքով թալանում եք, պարտքով պահում եք, միջև որ վերջը հասնելու էր այն օրը, որ այդ խնդիրները մեր ազգի առջև ծառանային եւ Ադրբեջանն էլ այդ ընթացքում սրընթաց զինվում էր, իսկ դուք սրընթաց ամեն ինչ հանձնում եք Ռուսաստանին, այն հույսով, որ պետք է ձեզ Ռուսաստանը գա պաշտպանի։ Եվ հետո Նիկոլ եկավ եւ սա խանձնեց։ Հա, հեշտ ուրեմն կավության նոխազ գտան, որ պետք է կարողանան բարթեն վրան։ Պարոն Խուրշուդյան, մենք այսպես տեղափոխվում ենք բարոյահոգեբանական եւ պատմական հարթությունից ավելի պրակտիկ քաղաքական հարթություն, այստեղից այսպիսի մի հարց Հայաստանի համար Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա դա հնարավորություն է թե հավելյալ ռիսկ։ Դա իհարկե բավականին բացասական, այսպես իր մեջ իմիջային, բացասական էֆեկտ ունեցավ, որտեղ աշխարհը նայում է, ով է մասնակցում այնտեղ, ով է գնացել կանգնել այդ մարդասպանի կողքին, միջազգային հետախուզում ունեցող հանցագործի կողքին, բայց մենք մյուս կողմից հասկանում ենք, որ ամեն դեպքում դա առաջին անգամը չի, որ Նիկոլ Փաշինյանը գնում է Պուտինի հետ բանակցում է եւ ի դեպ մենակ ինքը չի, որ հանդիպել է հետը, նույնիսկ արևմտյան շատ ղեկավարներ պատերազմից հետո, ասենք թեկուս հեռախոսազանգով, թեկուս միջնորդավորված բանակցում են իր հետ, Միացյալ Նահանգները արդեն այս վերջերս երկու անգամ Ուկրաինան է ստիպում։ Պուտինն է ստիպում Ուկրաինայի միջոցով դա անել։ Հա, այսինքն ամեն դեպքում ուզում եմ ասեմ, որ ինչքան էլ դա անցանկալի է, բայց մենք պետք է նաև Հայաստանի վիճակը հասկանանք։ Մեզ ինչն է ստիպում, պարոն Խուրշուդյան։ Հա, մեզ ստիպում են, որ Նիկոլ Փաշինյանը իմ կարծիքով կարծում է, որ դա անհիմն հարաբերությունների սրման կարող է բերել, այնպես չի, որ մեր հարաբերությունները լավ են Ռուսաստանի հետ, դա Ռուսաստանն է փչացրել դեպի այդ հարաբերությունները, հենց այդտեղից պետք է ելնել, որ քանի որ նախաձեռնողը մեր հարաբերությունների փչացման Ռուսաստանն է, կարելի է հանգիստ չգնալ։ Եվ դա չեմ կարծում ինչ-որ բացասական էֆեկտի բերեր, մանավանդ Ալիևն էլ չգնաց եւ գոնե այդ առիթով կարող է Փաշինյանը ասել, գիտեք ինչ, մենք բալանսավորման քաղաքականություն ենք վարում, բայց ոնց որ բալանսավորումը խախտվում է, եթե Ալիևը չի գալիս, բայց մենք գալիս ենք տարածաշրջանի մակարդակով գոնե այդ բալանսավորումը։ Բայց դա ինչևէ, ամեն դեպքում գնաց ցավոք սրտի Փաշինյանը, չլսեց հորդորները եւ չանսած կոչերին հասարակությունից հնչող, ասելով, որ մենք չենք պատրաստվում հարաբերությունները փչացնել Ռուսաստանի հետ, եթե ինքը իր հետ այնտեղից բերելու է ինչ-որ նոր ձեռքբերումներ, օրինակ, չգիտեմ, սահմանապահ զորքերի դուրսբերում լիակատար հայ-թուրքական եւ հայ-իրանական սահմաններից, նկատելով Ռուս։ Ինչպես դա եղել է նախկին այցերի ժամանակ։ Նախկինի ժամանակահատվածով չափ պայմանավորվել էին, որ դուրս կբերեն եւ արդեն հայերը համատեղ են վերահսկում այդ սահմանները, հայկական ուրեմն սահմանապահները պայմանավորվել են Զվարթնոցից դուրս բերելու մասին, հայ-ադրբեջանական սահմանից դուրս բերելու մասին։ Ուղղակի ես չէի ուզենա, որ այդ պայմանավորվածությունների դիմաց մենք անպայման այսպիսի ինչ-որ գին վճարենք, թեև եթե դա է լինելու, չեմ ասի, որ շատ մեծ գին է, այսպես մի հատ ինչ-որ խորհրդանշական այց ունենալը եւ Չինաստանի նաեւ ղեկավարի շարքում, բայց նաեւ ցավոք սրտի տարատեսակ Մադուրոների եւ չգիտեմ, եկել է Մադուրոն, պետք է որ եկած լինի, եւ այնտեղ Աբխազիայի նախագահի կողքին կամ Լուկաշենկոն բավական է, դեպի իրար կողք էին նստեցրել Փաշինյանին եւ Լուկաշենկոին, սա էլ է երևի իր մեջ ինչ որ խորհուրդ բարունակում։ Միայն դա չէ, իրենք առիթը չեն բաց թողում նվաստացնելու Հայաստանը։ Ինչ որ դիմել էին իրան, խառնել էին։ Ուրեմն լրագրողը ներկայացնելով Փաշինյանին ասաց, որ ահա Ադրբեջանի վարչապետն է գնում, հետո ուղղեց Հայաստանի վարչապետ, ասենք այդպիսի լեզվի սայթակումները իրենց մոտ պլանավորված են, այսպես sense չի լինում, էլի։ Խառնելու բան չի էլի այնտեղ, եթե չես ուզում միտումնավոր այդպես նվաստացնես, ինչ որ այսպիսի բաներ անես, բայց դե Փաշինյանը գիտեր ուր էր գնում։ Փաշինյանը գիտեր ուր էր գնում եւ այստեղ կա մեկ շատ կարեւոր մի գործոն, Փաշինյանը ներկա է եղել մի զինվորական շքերթի այսօր, որտեղ շարային քայլվածքով նրա դիմաց անցել են ադրբեջանցի մարդասպանները, այն մարդիկ, ովքեր սպանում էին մեզ Արցախում, սպանում էին մեզ ջերմուկում, մեր սահմանների վրա, մեր տղաներին։
Սա շատ լուրջ բարոյահոգեբանական առնվազն մարտահրավեր է եւ զուտ այդ մարտահրավերը ընդունելու համար ցանկացած քաղաքական գործիչ արդեն ինքն իրենով պետք է ունենա կամք եւ ամենակարևորը նպատակադրում։ Դուք նշեցիք հայ-թուրքական սահմանի ազատագրումը ռուսներից։ Կա կարծիք, որ շատ լավ կլինի, եթե Փաշինյանը գա եւ դրանից հետո հայտարարի 102-րդ բազայի դուրսբերման մասին։ Ես օրինակ կարծում եմ, որ սա շատ լավ հնարավորություն է այս պայմանական քարտպլանշը Ռուսաստանի հետ հարաբերություններում, որը Փաշինյանը տվել է Պուտինին, օգտագործել, որպեսզի մենք ճանապարհային քարտեզ մշակենք հնարավորինս արագ եւ հայտ տանք, Եվրամիության անդամակցության հայտ տանք։ Ձեր կարծիքով այս դեպքում, եթե դա իրոք լինի, այս այցը կարելի է արդարացնել։ Ես կարծում եմ, որ առանց այս այցի էլ Հայաստանը արդեն ի վիճակի է նման հարցերում այդ հարցերը դնել եւ քննարկել Պուտինի հետ, հա, անկախ նրանից, հա, այդ մայիսի 9-ին կողքը կանելու էր, թե չէ։ Ավելին ասեմ, ես ոնց հասկանում եմ, առաջիկայում արդեն մայիսի մեջ հավանաբար կստորագրվի նաեւ SEPA+, հա, այդ SEPA-ին լայնված տարբերակը Եվրոմիության հետ, ես էլ ենթադրում եմ էլի այդ նույն բալանսավորման քաղաքականության ծիրում է դիտվում, որ մի հատ գնում ենք Մոսկվա թուքումուր ենք ուտում արևմուտքից կամ սեփական հասարակության մի զգալի մասից, հա, հետո Եվրոմիության հետ ստորագրում ենք ավելի ընդլայնված համագործակցության SEPA+ համաձայնագիրը, նաև ինչ որ այլ բենեֆիտներ ենք ստանում Ռուսաստանի կողմից, իհարկե խիստ կասկածում եմ, որ բազայի հարցը ընդհանրապես հիմա կդրվի Հայաստանի իշխանությունների կողմից Պուտինի առջև, չնայած ես կարծում եմ Պուտինը մեծ հաջողությամբ կհամաձայնվի։ Հիմա իրեն այդ բազան շատ է պետք, ինչքան էլ այնտեղ մեծ մասին արդեն տարել է Դոնբասում սպանել է զինվորներին, բայց ամենայն դեպս սպառազինություններ կան եւ այլն։ Իսկ այդ դեպքում ինչ է հարցը չենք բարձրացնում, եթե իրոք կհամաձայնվի։ Մեր ինչին է պետք է։ Ես չգիտեմ, այդ պետք է իշխանություններին հարցնել, մենք այդ հարցը բարձրացնում ենք։ Մենք ասում ենք, որ ընդհանրապես ռուսական ներկայությունը այստեղ պետք է չլինի եւ տրոյական ձի իդեմ բազայի պետք է չլինի։ Մանավանդ իրենք են հայտարարել, որ բազան Թուրքիայի դեմ չի։ Չէ, հենց մեր իշխանությունները ինչ են ասում։ Ճիշտ է, Նիկոլ Փաշինյանը ուղիղ դա չի կարող ասել, բայց բոլորս հասկանում ենք, երբ որ նա օրինակ ասում է, որ կա ցեղասպանության պատճառները վերաիմաստավորելու խնդիր, հա, ինչը իր դեմ է օգտագործվում միանգամից 5-րդ շարժումների ընդդիմության կողմից, հասկանալի է, չէ, ուր է տանում այդ ամեն ինչ։ Այսինքն մենք շատ լավ հասկանում ենք Ռուսաստանի դերակատարումը այս ամենում, մենք շատ լավ հասկանում ենք, մենք չէ, կոնկրետ իրենք այս պայն ղեկավարությունը, ինչ վտանգներ է պարունակում իր մեջ ռուսական ցանկացած ներկայությունը Հայաստանում։ Մենք հիմա չէ, լավ իրենք ամեն ինչ անում են, որպեսզի որքանով ես եմ հասկանում, Սյունիքում այդ հյուպատոսությունը չբացվի, որովհետև ինքը իրենից վտանգ է ներկայացնում։ Լավ է 102-րդ բազան չի ներկայացնում, հնարավոր չի լինի X պահ, երբ որ իրոք նրանք գործեն Հայաստանի դեմ, իշխանության դեմ գործեն։ Ինչի համար են իրենց պահում այստեղ, եթե իրոք հարմար պահ է եւ Պուտինը մեծ հաճույքով կտանի իրենց այստեղից։ Պարզ է, չէ՞ որ հայ-թուրքական սահմանը իրենք չեն պահում։ Ես կարծում եմ, որ ավելի հեշտ այդ հարցը կբարձրացնի գործող իշխանությունը հայ-թուրքական հարաբերությունների պաշտոնական կարգավորումից հետո, երբ որ դիվանագիտական հարաբերություններից բացի նաև կհաստատվեն այդ հարաբերությունները, բայց նաև ուրեմն դեսպանատներ կփոխանակվեն, սահմանները կբացվեն Թուրքիայի։ Դա հնարավոր է միայն Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելուց հետո։ Եվ դրա համար էլ Ռուսաստանը այդ երկու ուղղությամբ էլ աշխատում է իր 5-րդ շարասյան միջոցով։ Որպեսզի դա հնարավոր չլինի։ Ոչ նա հնարավոր լինի, ոչ Թուրքիայի հետ հաշտեցումը հնարավոր լինի։ Իրենք այստեղ իրենց 5-րդ շարասյան շահկապած է ամեն ինչ։ Անունը դնելով հայրենասերներ, ազգայնականներ, այսպես ազգի մասին մտածողներ, կենացածողներ, բոլոր եթերներից ոնց կլինի, բա Թուրքիան, բա մեր ողերին թշնամին ցեղասպանություն եւ այլն, մենք միշտ պետք է թշնամի մնանք եւ միշտ պետք է պահանջենք մեր տարածքները, անհապաղ հատուցում, փոխհատուցում եւ այլն եւ այլն։ Հա, մենք էլ ենք ուզում։ Հետո դե անհապաղ պահանջեք։ Տենամ ով է ձեզ տալու այդ անհապաղը։ Եվ սա իդեպ որպես նախընտրական լոզունգ, հա, տրանսպարանտ օգտագործում է նաև Հայաստանի ներսում այս դիրքորոշումը կեղծ։ Այսինքն մարդկանց իրոք համոզում են, օրինակ նույն Գյումրիում մենք գնացինք, չէ՞, մոտենում էին մարդիկ ասում են, այդ որ դուք ասում եք 102-րդ բազան ռուսներին ստեից քշենք, բա սահմանով է պահելու, ոնց ուղիղ։ Դե փորձում էիր բացատրել, լսում էին, գլուխները կախում ու գնում էին, չէին համաձայնվում, չէին շարունակվում, բայց չէին համաձայնվում, իրենց ասենք մտած է այդ ուղեղի մեջ։ Այո, եւ վախը նաև, այդ վախը, որ խորը մցվել է,
որ հանգարց ռուսը ստեղից ոտը քաշի, թուրքերը գալու են այստեղ ցեղասպանություն։ Դա Պերմյակովից հետո։ Չէ, Սա արդեն զգացմունքային ֆոնն է։ Պերմակովի հարցը չի, ավելի խորը արխետիպային ցավեր կամ եւ Պերմակովը այդ արխետիպային ցավերի արտացոլումն է, գագաթնակետն, այսպես կարելի է ասել։ Այդքան չէ, որովհետեւ Ռուսաստանի հետ չեն կապվում այդ ցավերը, ցավոք սրտի, այդ ցավերը կապվում են Թուրքիայի հետ։ Ոչ թե օբյեկտիվորեն են կապվում, հա, ցեղասպանության այդ ժառանգությունը, բայց կապի մասին մոռանում են։ Այդ ամեն չկա, բայց ամեն դեպքում որ հնարավոր է ժամանակակից Թուրքիայի հետ, չեմ ասում ժամանակակից Թուրքիան հրեշտակ է դարել, հատուկ նշեցի, որ տարոցի իրեն, որ ինքն էլ դառնա ժողովրդավար, ազատական նորմալ երկիր, բայց ամեն դեպքում այսօրվա միջազգային հարաբերությունների կոնտեքստում եւ նաեւ այն զսպաշապիկը, որ կա այսօր Թուրքիայի վրա, կարելի է հարաբերություններ հաստատել առանց մտահոգվելու, որ կհարցակվի քո վրա։ Մանավանդ որ էլի եմ ասում, եթե հարձակվողը լներ, այս ռուսական բազան չէր խանգարելու իրեն։ Ոնց որ Ադրբեջանին չխանգարեց, նույնիսկ փոքրիկ Ադրբեջանին ռուսական բազան չխանգարեց, որ Ընդ որում իր ուղիղ պարտավորությունների մեջ իհարկե օգնեց։ Մի քանի պոստից բան արեցին, թռան, հատուկ չգիտեինք էլ որտեղից պետքա թռնեն, որ գոնե փոխարինենք այ զինվորները, որտեղ ադրբեջանցիները եկան առանց մարտի նստեցին սահմանին։ Սոտքի մոտ նկատին։ Արցախում 20 թվականից հետո, երբ որ խաղաղապահները ճակերտավոր այդեն ընտեղ էին, ծառայող տղաները, արցախցիները, որոնք հետո գաղթեցին ու հիմա այստեղ են ապրում Վարչով, իրենք պատմում են, որ օրինակ Մարտունիում իրենք դիրքեր էին պահում, սկսում էին խրամատ փորել, ռուսները գալիս էին, ասում էին մի փորեք խրամատ, պետք չի։ Այսինքն բաց, մերոնք բաց էին կանգնել, իսկ ադրբեջանցիները այն կողմից բլինդաժներ էին փորում տեխնիկայով։ Եվ ասում էին դուք մի փորեք, մեկը իրենք չեն հարձակվելու։ Այսպեսի բաներ ա եղել։ Մենք գիտենք նաև իրենց գործակալական ցանցի միջոցով ոնց են սաբոտաժ արել մեր դիմադրությունը 2020 պատերազմի ժամանակ, երբ որ ասում էին, որ ամեն ինչ ծախած է, մի կռվեք, անիմաստ է դիմադրել, հենց որտեղ հաջողեցին այդ սաբոտաժը, այդտեղ էլ մենք ճակտվեցինք։ Պարոն Խորշուդյան, անձամբ ինձ շատեր այս օրերին միգուցե նաև իրավացի են, իրենք իրավունք ունեն, հեգնանքով դիմելով ասում են, գիտես, դու քո հաղորդումներում հարցեր ես բարձրացնում, դու ասում ես, հարցը Նիկոլ Փաշինյանը ռուսամետ է, արևմտամետ է, հայամետ է, քո համար դա հարց է, հարցական է քեզ համար, դու վերջնական կարծիք չունես։ Մենք օրինակ գիտենք, որ Նիկոլ Փաշինյանը ռուսամետ է։ Ինքը այսօր գնացել է Մոսկվա, այնտեղ կանգնել է իր հոգու կանչով, հա, ոչ թե ինչ որ այլ բաներից ելնելով։ Հիմա ես այս հարցը ձեզ եմ ուղղում, ըստ ձեզ Նիկոլ Փաշինյանը ռուսամետ է, հայամետ է, ամերիկամետ է, թե ինչամետ է, եւ ամենակարևոր հարցը ըստ ձեզ մեր այս կառավարությունը իրոք հանձնառու է եւ իրոք առաջ է տանելու դեպի Եվրոպա այդ ճանապարհին մեզ, թե օրենքը ուղղակի դրվելու է դարակի վրա եւ վրան փոշի է նստելու։ Խնդրեմ։ Նախ նրանք ովքեր նման հարց են բարձրացնում, շատ պարզունակ են, մի քայլով, մի արարողությամբ կամ նույնիսկ մի քանի քայլերով հնարավոր չի որևէ ղեկավարի արտաքին քաղաքական ուղղվածությունը բնորոշել, հա։ Ես դեպ դա նոր հարց չի, պատերազմից նկատեմ 2020 պատերազմից հետո անմիջապես հետո այդ դիսկուրսը էլի կար, քննարկումը եւ այլն, եւ ինձ հարցեր են այդ ուղում շատերը, եւ ես ստիպված հաղորդումներ երկու բլոգի պես հաղորդում պատրաստեցի եւ հրապարակեցի, որտեղ որ բերում է բոլոր այն քայլերը Նիկոլ Փաշինյանի, որը կարելի է ասել ռուսամետ քայլեր են, եւ բոլոր այն քայլերը, որը կարելի է ասել արևմտամետ քայլեր են, հա, եւ դրանից հետեւություն է անում, ոչ ռուսամետ է, ոչ էլ արևմտամետ է։ Իդեպ որ ասում եք հայամետ, գիտեք, բոլորս է հայամետ ենք, այդ բան չի էլի։ Երբ որ ասում ենք ռուսամետ կամ արևմտամետ լինելը հիմա հենց հայամետ լինելն է, որովհետև արևմուտքի հետ է մեր ապագան եւ մեր Նիկոլ Փաշինյանի դեպքը քաղաքակրթական եւ այլն։ Դրա համար չէ, դրա համար այդ եզրույթին այդքան կողմ չեմ, հա։ Ես խնդիր չեմ տեսնում, երբ որ ինձ ասում են արևմտամետ։ Բայց երբ որ ասում են կա արևմտամետ, կա ռուսամետ եւ մի հատ էլ կա հայամետ, այ դա լսողությունը կտրում եմ, այդպես։ Ես հիմա ձեզ ցիտում եմ մեր հայրենակիցների կարծիքները։ Եվ ես պատասխանում եմ, որ այդպեսի բան չկա։ Այսօրվա հայամետը հենց արևմտամետն է, որտեղ ռուսամետը նա է, ով չի տեսնում Ռուսաստանի դավաճանությունը կամ չի ուզում տեսնել։ Եվ ուզում է, որ մենք շարունակենք մնալ կախված Ռուսաստանից, որովհետեւ Ռուսաստանը մեր հաշվին էլի տարբեր Ադրբեջաններին եւ Թուրքիանին ինչ որ բաներ վաճառի։ Այն ինչ որ մենք ինքնուրույն կարող ենք ոչ միայն չվաճառել, այլ մեր շահերը պաշտպանելով ինչ որ բաներ, հələ մի բաներ ստանալ։
Այնպես որ այդ տեսակետից ես չեմ կարծում, որ այս մի այցելությունով կարելի ասել այ տեսակ ինքը ռուսամետ էր կամ ժամանակին երբ որ ինքը Սիրիա ուղարկեց բաներ այ տեսակ ինքը նույնիսկ Սերժ Սարգսյանը այդպես բան չէր, բայց ինքը արեց։ Բայց դրա փոխարենը մի 10 հատ էլ այդպիսի բաներ ես կարող եմ ասել, որ դեպի արևմուտք քայլերը սկսած եվրոպական դիտորդների այստեղ բերելուց, ռուսական զորքերի կամած դուրս բերելուց, Միացյալ Նահանգների հետ զինավարժություններից, հա, ատոմային էներգետիկայում Միացյալ Նահանգների հետ համագործակցությունով ատոմական կառուցել է, այդպիսի մի հատ շարք կարելի է անել, ել չեմ խոսում նաև այս օրենքը, որ ինչքան էլ որ կարող է թվալ թե ինքը շատ այսպես բան է դեկլարատիվ օրենք է, բայց կապ չունի, իշխանությունը սկզբից չէր պատրաստվում համաձայնվել, բայց երբ որ տեսավ հասարակական պահանջը, ինքը այդ քայլը արեց եւ աջակցեց Եվրաքվեի մեր այս նախաձեռնությանը եւ Եվրոմիության անդամակցության օրենքը ըստ էության ընդունեց եւ հիմա դա մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունն եւ ուղենիշն է։ Շարունակություն լինելու է։ Շարունակությունը մենք պետք է նա, ոնց որ հասարակությունը պահանջեց, պնդեց, որ այդ օրենքը ընդունվի եւ իշխանությունը անցած հասարակության ձայնին, նույնպես հասարակությունը հետևողականորեն եւ մենք որպես հասարակության կառուցվածքային այսպես ներկայացուցիչ, հա, մի մասի գոնե Եվրաքվեն նկատի ունեմ եւ այդ ուժերը նաեւ քաղաքական, որոնք Եվրոպայի մեջ են նաեւ մտնում, որոնք որ հետևողականորեն այս Եվրոմիության անդամակցության հարցը առաջ են բարձրացնում, պետք է նաեւ հետևողականորեն այդ հարցում, որ ձևավորվեն նախ ինստիտուտներ, փոխվարչապետի կամ առանձին նախարարության հարց բարձրացնեն, կառուցվածքներ, ինստիտուտներ ձևավորվեն, կադրեր հավաքագրվեն, որոնք որ Եվրոմիության հետ մեր օրենսդրության համապատասխանության հարցեր տնային աշխատանք այնքան շատ է, որ այդ դեկլարատիվներից բացի չերևացող այնքան գործ կա անելու, որ եթե կամքը քաղաքական լինի եւ հետևողականությունը, նույնիսկ առանց Ռուսաստանին ինչ-որ դժգոհություններ առաջացնելու եւ այլն, այդ գործը անել հնարավոր է։ Պարոն Խորշոջյան, այդ հետևողականությունը կապված նախաձեռնող խմբի մասով, Եվրաքվեի մասով, հա, իր մեջ պարունակում է նաև իմ կարծիքով հրամայական մասնակցել 26-ի ընտրություններին, որպեսզի այդ գործիքակազմը ստանալ, այդ հետևողականությունը իրականացնել, հետևողական գիծը։ Այդ արդեն պետք է հարցնեք Եվրաքվեի անդամ քաղաքական ուժերին։ Դուք տեսնում եք այդ անհրաժեշտությունը, դուք որպես քաղաքացի։ Ես որպես շահառու եմ իմաստով, որպես քաղաքացի։ Մենք բոլորս ենք այդ գործընթացի շահառու։ Այլ ընտրանք ունենամ։ Ես չեմ ուզում ոչ գործող իշխանություններին գնամ ձայն տամ, ոչ էլ առավել եւս նախկին ջեպկիներին, հա, դա նոնսենս կլինի, որ ինչ որ տենց այդ երկուսի միջև ստիպած լինեմ ընտրել, ոնց որ Գյումրիում իդեպ այդպիսի դիսկուրս ծավալեցին, երկուսին էլ ձեռ էր տալիս, համ նախկիններին, համ գործողներին, իրենք այդ կարողացան սև սպիտակ դաշտ տանել եւ այդտեղ իրական ալտերնատիվը չերևաց առանձնապես։ Հիմա ես հույս ունեմ, որ պարլամենտական ընտրություններում դա չի կրկնվի եւ նաեւ քաղաքական ուժերը, նաեւ քաղաքացիական հասարակությունը պետք է ուրեմն իր ջանքերը գործադրի, որ այդ ալտերնատիվները գոնե գաղափարական դաշտում նաեւ լինեն եւ նաեւ քաղաքական ընտրանք։ Եվ մեր զրույցի վերջում պարոն Խորշոջյան մի հարց, որի պատասխանը ես անկեղծ ասած չունեմ, էլի, ես չեմ հասկանում սա իրականությունում ինչի մասին է, վարչապետի աշխատակազմը հայտարարություն է տարածել ԶԼՄ-ներից մեկի հարցմանը պատասխանելով, այդտեղ նշված է, որ Բաքուն Երևանին կրակոցների վերաբերյալ տեղեկություններ է փոխանցել, Հայաստանի Հանրապետությունը իր հերթին է փոխանցել, ես այսօր լսեցի շատ ուշադիր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի խոսքերը, որը պարզաբանում էր այս ամենը, բայց անկեղծ ասեմ, ես այդպես էլ չհասկացա, թե ով ինչ է փոխանցել եւ ինչ էր գրված այդ փոխանցածի մեջ։ Ձեր տպավորությունները։ Ստե ավելի կարևոր է բուն փաստը այդ փոխանցումների։ Այսինքն դա նշանակում է որոշակի նաև սառույց է կոտրվում նաև այդ հարցում։ Եվ դա ես կապում եմ ուղիղ Միացյալ Նահանգների դիրքորոշման վերաբերմունքի հետ, որտեվ Ալիևը շատ մեծ հույսեր էր կապում, որ հեսա Տրամպը կգա, այդ բոլոր եվրոպական, ժողովրդավարական, այդ բոլոր հովերը, հա, իր համար դելոլոներ է դա իրականության հետ կապ չունեցող, կջրի եւ կգա ավտոկրատների հետ, կսպես մի հատ կբարիշի եւ մենք միասին, այսինքն իրենք ավտոկրատներով բոլոր ժողովրդավարների հարցերը հեսա կլուծեն։ Բայց հիմա լրիվ ուրիշ բան է ստացվում։ Տրամպը այո, ինչքան էլ բավական այսպես լավ վերաբերմունք, լոյալ վերաբերմունք ունի որոշ ավտոկրատների հանդեպ, բայց ամեն դեպքում կա Միացյալ Նահանգների establishment, որի մասին մենք միշտ խոսել ենք եւ վաղ թե ուշ դա բերելու էր նրան, որ էնել իր որոշ սխալ քայլեր միջազգային առևտրային պատերազմ ձեռնարկելուց հետո դժվարություններ, դժգոհություններ տեղում եւ այլն իր վարկանիշի անկում ինքը արդեն ստիպված է հենվել շատ ավելի լայն շրջանակի վրա, միայն մագայի վրա հենվելով չի կարողանում։ Եվ դա նշանակում է, որ Ալիևը չի ձգի համ Սին Ցինպինի հետ բարելավի իր հարաբերությունները, համ ուրեմն Ռուսաստանի հետ շարունակի մնալ այսպիսի սեր դաշինքում։
ինչ նշանակում է, որ Ռուսաստանի հետ դաշինքը Ադրբեջանի կամած խարխլվելու է, որտեղ ինքը ամեն դեպքում միանշանակ ընտրելու է Չինաստանի եւ Միացյալ Նահանգների միջև գոնե այսպես բալանսավորելու բանը, իսկ ելի եմ ասում, եթե ինքը միանշանակ անցնի Ռուսաստանի եւ Չինաստանի կողմը, ինքը արդեն չի բանանի ձգի էլի արևմուտքի ճնշումը եւ վերաբերմունքը լրիվ այլ կլինի, քան հիմա է։ Եվ ինքը դա հասկանալով մենք նաև այս այցելության չեղարկումը եւ այլն մենք տեսնում ենք։ Իդեպ ինքը սադրեց այդ չեղարկելը, հատուկ մի падգամավոր ուղարկեց Աստրախան, որին ինքը գիտեր, որ այնտեղից սև ցուցակումը դուրս պիտի շպրտեն, որտեղ ավել պակաս բաներ էր խոսացել Ռուսաստանի հասցեին ինչ ասել չէր ասել։ Հա ինքը ուղարկեց, նրանք բնականաբար էքստրադիցիա արեցին ՀԱԳՆ-ն Ադրբեջանի միանգամից հայտարարեց եւ այլն եւ այդ ֆոնին սենց լուրջ Ալիևը չգնաց, բայց նույնիսկ բանի Կիրիլի այցը չօգնեց այս իհարկե, դա որտեվ այդ նույնիսկ նվերները Տիկին Մեհրիբանի որտեվ ինքը լուրջ քաղաքական խնդիր ունի այսուհետ Ռուսաստանից դիստանցավորվելու, որպեսզի չընկալվի որպես Ռուսաստանի դաշնակից։ Հենց որ ինքը ընկալվի Ռուսաստանի դաշնակից, ինքը լուրջ խնդիրներ է ունենալու։ Ինքը դա հասկանալով, ասում է լավ, հələ գոնե Չինաստանը մարսեմ, ռազմավարական գործընկերության պայմանագիրը, որ կնքեց Չինաստանի հետ, գոնե հələ դա մարսեմ, էդ էլ է շատ մեծ դժգոհություն առաջացել Միացյալ Նահանգներում։ Դա երկրորդն էր արդեն։ Ես հիշում եմ մի անգամ էլ էին իրենք ստորագրել, հենց ռազմավարականը կոչվում էր։ Գործընկերության, չէ։ Չինաստանի հետ մի անգամ էլ ու ռազմավարականը մեջը կար։ Միգուցե նաև նպատակների մասով էր, չգիտեմ։ Պետք է հասկանամ, չեմ հիշում այդպիսի բան, ես ինչքան գիտեմ, սա առաջինն է։ Համենայն դեպս ինքը արդեն այդ խնդիրը ունի եւ Ռուսաստանից դիստանցավորվելը նաև վերում է նրան, որ ինքը իր պատվերը Ռուսաստանի Հայաստանի դեմ ավելի այսպես հեռանում է այդ պատվերից։ Այսինքն հարձակումը Հայաստանի վրա ավելի քիչ հավանական է դառնում։ Ես ճիշտ եմ հասկանում ձեր միտքը կապված է տեղեկատվությունների փոխանակման հետ Ադրբեջանի եւ Հայաստանի, որ կարևոր չէ այնտեղ ինչ է գրած, բարձր որ ադրբեջանցիները գրել են, որ մենք ոչ մի կրակոց չենք կարել, դուք եք կրակել, չէ, մենք էլ ենք, դուք եք կրակել, բարձրաբանեք ինչի եք կրակել, կարևորը հենց փաստն է, որ նրանք ընդունում են հայկական օրակարգը, որտեղ մենք առաջարկում ենք, չէ, մի քանի անգամ վարչապետը դա առաջարկել է հետաքննել։ Հետ եմ ասում, սառույցը կոտրվում է։ Սա է ամենակարևորը այստեղ։ Հենց փաստը, անկախ նրանից այնտեղ ինչ կընդունեն, չեն ընդունի, ԱՄՆ դերակատարում կարծում եք։ Դիրքորոշման փոփոխության ոչ թե կոնկրետ այդ հարցում որ ասել է ընդունում այդ ինֆորմացիաները փոխանակեք չեմ կարծում այդքան խորացած լինի Միացյալ Նահանգները բայց ընդհանուր ֆոնը որ ձևավորվում է ես հենց դա եմ ասում եւ նաեւ Միացյալ Նահանգների փոփոխությունը կտրուկ Ռուսաստանի հանդեպ վերաբերմունքի ես քանի օր գիտեք Ջուվենցի եւ նաեւ Թրամփի հա Ռուսաստանն ավելի քննադատապար հիասթափվածություն է հնչում շատ Հա, բայց դա պատճառը իրենք հիասթափություն բան այդ քաղաքական կատեգորիաներ չեն, դա ժողովրդի համար է։ Այո, դա ժողովրդի համար է։ Ինչի է դա փոխում, որովհետև ժողովուրդը ամեն դեպքում Միացյալ Նահանգների ժողովուրդը հակառուսական խորը վերաբերմունք ունի 70-80%։ Եվ հələ մի բան էլ հիմա Չինաստանի հետ պատերազմ առևտրային բերեց Թրամփի վարկանիշի անկման եւ մի հատ էլ ինքը շարունակի Ռուսաստանին աջակցել, արդեն ինքը չի ձգի։ Իսկ շուտով միջանկյալ ընտրություններն։ Իհարկե։ Շնորհակալություն պարոն Խորշոդյան հետաքրքիր զրույցի համար։ Մեր հյուրներ քաղաքական վերլուծաբան, Ազատ քաղաքացի հասարակական կազմակերպության ղեկավար Հովսեփ Խորշոդյանը, քիչ անց մենք կվերադառնանք տաղավեր, կշարունակենք մեր եթերը։